Բարի կիրակի հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերության բարի առավոտը սկսում է իր ուղիղ եթերը։ Մենք այսօր ունենք հիանալի տրամադրություն եւ գարնանային տրամադրություն եւ ինչպես ասում են, օրը ինչպես սկսես, այնպես էլ կշարունակվի, հետեւաբար հորդորում եմ ձեզ միանալ մեր եթերներին, որովհետեւ այսօր տաղավարում շատ լուսավոր ու շատ սիրուն մարդկանց հետ հետաքրքիր թեմաներ են քննարկելու։ Տաղավարում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, ողջունում եմ ձեզ, դերասանուհիներ Ելենա Վարդանյանը եւ Աննա Մանուչարյանը, ողջունում եմ ձեզ եւ շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Հետաքրքիր առաջինն է Նուր հեռուստաընկերությունում ձեր եթերը, թե ոչ, ունեցել եք այլ եթերներ։ Բարի առավոտի։ Ինձ մոտ առաջին։ Ձեզ մոտ առաջինն է։ У меня были. Եվ ինչպես ասում են, հայերեն խոսի։ Բարով եք եկել մեր տաղավար, նախ Շնորհակալություն, ես եթե չեմ սխալվում, բազում եթերներ եղել եմ, մի ժամանակ Լուիզա Ղամբալյանն էր հաղորդում վարում, կարծեմ երեկոյան, առավոտյան։ Բարի Լուիզի մասին է խոսքը, դուք եղել եք մեր։ Եվ շատ հետաքրքիր իմիջիայլոց իմ կեցավայրին, որտեղ որ բնակվում եմ, շատ մոտ գտնվող։ Շատ նպատակահարմար տեղում ենք մենք, ինչպես ասում են։ Այնուամենայնիվ, բարով եք եկել, նախ հետաքրքիր է ինչպես եք սկսում ձեր առավոտները նամանավան, երբ դրանք հանգստյան են, արդյոք հանգստանում եք, թե այնուամենայնիվ աշխատանքը շատ է, Ելենա, ձեզնից սկսենք։ О, ну дело даже не в работе, у нас всегда много работы, но я думаю, все-таки нужно утро начинать. Աշխատանքի մեջ չէ, հայերեն խոսի։ Մենք այդպես էլ չեկանք այդ պայմանավորված։ Разговаривать с вами. Հիանալի հայերեն է խոսում, ուղղակի ձևեր է թափում։ Եկեք փորձենք Ելենա։ Իբր չի կարողանում հայերեն խոսել եւ այսպես ռուսերեն Утро нужно начинать առավոտը с воды. Ելենա խոսի, դուք թարգմանեք։ հայերեն խոսի։ Значит, утром мы начинаем с музыки прекрасной и так далее. А потом идет наш прекрасный театр, в котором скоро состоится прекрасная премьера. Да. Իսկ ձեզ մոտ սուրճը պարտադիր պայման է հետաքրքիր է։ Նախաճաշն է պարտադիր պայման, բայց վերջերս ժամանակ չի հերիքում նախաճաշելու, որովհետև առավոտ շուտ արթնանում ենք եւ վազում աշխատանքի։ Թատրոնի մարդկանց մոտ այդպես է առօրյան կարծում։ Այո, կարծում եմ բոլորիս մոտ։ Ես վերջերս սուրճ չեմ խմում, ես նախընտրում եմ գոլ ջուր խմել եւ դուրս եմ գալիս մի քիչ քայլելու պարտադիր։ Գոլ ջուրը ես էլ եմ պարտադիր խմում, բայց չունի ինչքան եմ ուշանում։ Բայց դա օգտակար է օրգանիզմին այս դեպքում, բայց ամենալավ տարբերակը Ելենային է, երաժշտությամբ սկսելը օրվա լավ, այսպես սկզբի մեկնարկի մասին է խոսքում, այնպես որ երաժշտությունը լավ տարբերակ է, նաեւ հորդորենք հեռուստադիտողին սկսել օրը լավ երաժշտությամբ։ Շատ հետաքրքիր է։ Ունեք նոր ներկայացում, առաջնախաղը ապրիլի 7-ին է տեղի ունեցել, Չեքին լավի մասին է խոսքը։ Նախ Պարոն Շահվերդյան, դուք պատմեք, թե ինչպես առաջացավ պրեմիերայի գաղափարը եւ ինչպես դա դարձրիք իրականություն։ Մենք թատրոնում նոր հարթակ ենք բացել, դա 30 հոգու համար նախատեսված հարթակ է, այնտեղ այս պահին վերանորոգված է որպես հյուրանոցի համար եւ գործողությունները տեղի են ունենում այդ սենյակում, այդ հյուրանոցի համարում։ 3 պատմություն է, առաջին պատմությունը դա ռեժիսոր դերասանուհի հանդիպումն է, որտեղ որ դերասանուհին փորձում է իր հարցերը լուծել այն է դեր ստանալ ոչ թե դա տրադիցիոն միջոց է Լենա։ Ոչ տրադիցիոն։ Ոչ, այո, տրադիցիոն միջոցով։ Я опять пропустила, о чем была речь, Чекита. Հայերեն խոսի։ Երկրորդ պատմությունը դա Լենայի պատմությունն է, ուրեմն ընդդիմադիր կուսակցության ղեկավարը Լենան եւ Գոր Համբարձումյանը, ընդդիմադիր երկու կուսակցության ղեկավարներ փորձում են իր կուսակցությունները միավորել եւ միասնական ուժով ներխուժել ազգային ժողով։ Կրկին առանցքային այսպես դրվագը դա այնտեղ այդ սենյակում մեծ անկողին է դրված, այդ անկողինն է եւ երրորդ պատմությունը Աննայի եւ Էրվինի պատմությունն է, հոկեբան եւ էսկորտուհի։ Օ, էսկորտուհի։ Ինչ է ասել։ Հայերեն թարգմանվում է, բառակարծություն չի երևի։ Հայերեն դժվար թարգմանվում։ Կին ով ուղեկցում է տղամարդուն որոշակի գումարի դիմաց, միգուցե նաև ուրիշ ծառայություններ է մատուցում։ Այս դեպքում Աննան հոկեբանի այցելուն է եղել որոշակի ժամանակ, հետո որոշել են հյուրանոցում հանդիպել, ինչ որ մի բան է իրենց մեջ ծագել, մի խոսքով։ Այո։ Այսպես եւ առաջի պատմությունը մեր հիանալի դերասաններ Արման Մեջլումյանը եւ Մերցիդա Հակոբյանն են մարմնավորում։ Հաջողված իմ կարծիքով ֆորմատ է, տոմսերը մի փոքր թանկ են, բայց արդարացված է, որովհետեւ ֆորմատով է արդարացված։
Ոչ միայն ֆորմատով, մենք լավ հետաքրքիր ճոխ հյուրասիրություն ենք ներկայացումից առաջ կազմակերպում եւ ներկայացումից հետո մեր 30 հանդիսատեսը կարող է զրուցել եւ մնալ որոշ ժամանակ այդ հյուրանոցի համարում շփվել Լենայի հետ, այդ ժամանակ Լենան հայերեն կշփվի մեր հանդիսատեսը։ Խոստանում եք Լենա, եթերում եկեք խոստացեք, որ հայերեն կխոսեք այդ դեպքում, թե։ Այո։ Այդ դեպքում Խոստանում եմ։ на китайском будем разговаривать, учитывая, что придется общаться после 2 спектаклей, потому что так получается, что у нас наш великолепный спектакль в 9:30, и иногда мы играем вот за... Հասկանում ես հերոստատեսության համար ինչ բարդություններ է առաջացնում։ Հիմա օրենքը պարտադրում է, որ տակ վազող տողով հայերեն тактикой. Это ничего страшного, просто Парон Шахвердян пропускает один момент. Оренк меня любит, народ тоже, поэтому разговариваем на том языке, на котором более грамотно получается. И сердечко всем. Так вот. Значит, я хочу сказать о том, что это великолепный спектакль, прекрасный, и мы вообще получаем огромное удовольствие. И именно поэтому мы сегодня находимся вот в таком вот замечательном настроении и можем и пошутить, и повеселиться, и доставить, мне кажется, и друг другу, и людям удовольствие, потому что, ну что может быть лучше улыбки и хорошего настроения, только мы. Սա իմպրովիզացիա էր, թե անգիր է իրար է։ Ես միշտ տեքստերը անգիր եմ անում։ Ձեզ մոտ լավ է խոսքերն են։ Եվ խոսեք նաև ձեր մասին, ձեր կերպարի շուրջ, ինչքանով եք ձեզ գտել ձեր կերպարի մեջ եւ կան արդյոք նմանություններ ձեր իրական եսի հետ Նմանություն լինի այդ կերպարի հետ, որովհետեւ ամեն դեպքում չեմ կարծում, որ նման մասնագիտությունը, եթե կա տենց մասնագիտություն ինչ-որ մեկին դուր կգա, բայց ուզում եմ ասեմ, որ այդ մեր կտորի մեջ շատ լիքը ասելիք կա ու կապ չունի, որ ինքը էսկորտնիցա, ինքը ազատ կյանքով ապրում, շատ խոր ասելիք կա ու ես չգիտեմ իրանք ինչ պսիխոլոգիա ունեն, բայց իմ կոնկրետ հերոսուհին սեր է փնտրում հնարավոր է իրանց մոդել այդ կյանքը, որ իրանք են ապրում, միգուցե իրանք են սեր փնտրում ու ինչ որ չափով նման է իրար, բայց իմ հերոսուհին շատ ավելի խորը ասելիք ունի։ Այդ հատվածում առանձնապես հասկանալի չէ ով է բուժում, որովհետև ով կարիք ավելի շատ ունի։ Կարծում եմ, այսպես փոխադարձաբար մեկը մյուսին օգնում է այս դեպքում։ Շատ խորիմաստ, եթե մյուս հատվածները այսպես շատ կոմեդիայի ժանրում են եւ շատ այսպես ոգևորող եւ այնուամենայնիվ ժպիտ եւ ծիծաղ առաջացնող, այս երրորդ վերջի հատվածը իր մեջ լուրջ խորություն ունի եւ ասելիք ունի։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կատակերգության ժպիտի ու ծիծաղի մեջ էլ խոր գաղափարներ կան եւ դրա միջոցով էլ կարելի է փոխանցել։ Երենա, ձեր կերպարի մասին պատմեք, այնուամենայնիվ ինչ գաղափարներ եք դուք արծարծում ձեր կերպարով։ Գաղափարներ։ Մտքեր, ինչ։ То есть ինչ մտքեր եք դուք արծարծում։ И порче, очень быстро было, я поэтому не поняла. Слушайте, ну, честно вам скажу, я получаю, точнее, пытаюсь получить удовольствие там, потому что это комедийный отрывок, я особо так не углубляюсь в процесс, потому что, в принципе, он такой достаточно мировой процесс того, что мы делаем. Во всем мире бывают интересные оппозиционеры и всякое такое. Но я думаю, что не будем открывать все эти скобочки. Приходите, приглашаем в театр Станиславского. Мы вас любим, мы вас ждем. Подожди, лозунг это, да? Подожди. Մենք չգիտենք ոնց, բայց մենք դա կանենք։ Мы не знаем, мы не знаем как, но мы это сделаем. Это лозунг, значит, моей партии. Да и после этого он хочет, чтобы я разговаривала на армянском в эфире. Он абсолютно неграмотный. Но ничего, я постараюсь для вас, господин Шахвердян. Надеюсь, вы успеете это увидеть или услышать. Ну, неважно. Так вот, у нас обалденная команда, которая работала над этим всем процессом. Աննան կներկայացնի մեր թիմին։ Ինչ թիմ ունեք։ Ես կներկայացնեմ։ Մենք իսկապես շատ հետաքրքիր թիմ ունենք, մեր ներկայացման ձևավորմամբ զբաղվել է եւ վիդեոշարքով Արգիշ Տիփիլոյանը,
Հատվածները գրել են Սոնա Մելոյանը եւ Սիրուն Հովանիսյանը, մի հատված էլ այսպես գրվել է հենց process-ի ժամանակ, Լենայի հատվածը գրել ենք ես, Լենան, Գոռը Համբարձումյան, այո, ինտերնետում փնտրելով ինչ օրենսգրքի մեջ ինչ աբսուրդային օրենքներ կան աշխարհով մեկ, նախագծեր օրենքի եւ այդ ամենի մասին է խոսվում այդ հատվածում։ Ում մոռացանք։ Հա, Լույսի մեր հեղինակը, Լույսի ռեժիսորը Հայկն է։ Կոստյումը։ Այո, Յուլիա Ֆինկը զբաղվել է մեր հագուստով։ Եվ ողջ թատրոնը մեզ հետ միասին տառապում է եւ աշխատում է ամեն օր, թատրոնի կյանքի մասին է խոսքը գնում, որպեսզի ներկայացումը կայանա, դա մեր բոլորի այսպես համատեղ աշխատանքն է, ինչի համար մենք միշտ շնորհակալ ենք մեր բոլոր աշխատակիցներից։ Եվ նաեւ ձևաչափի մասին խոսենք, հիմա թատրոնը ավելի մոտ է մարդկանց, կարծում եմ, եւ սա եւս մեկ քայլ էր հանդիսատեսին եւ թատրոնի մարդկանց մոտեցնելու, այս ձևաչափը նորություն է, պարոն Շահվերդյան, թատրոնի կյանքում։ Նորություն չէ ձևաչափը, վերջի 20-25 տարվա ընթացքում բավականաչափ ես 2004 թվականին, եթե չեմ սխալվում, նմանատիպ ներկայացում եմ արել, որը որ հանդիսատեսը շատ մոտ է նստած եղել, ներկայացումներ ենք բեմադրել փաբերում, ինչ որ ֆոյեներում եւ այլն եւ այլն։ Նորություն չէ, բայց հետաքրքիր ֆորմատ է, որ եւ երիտասարդները շատ ավելի մեծ հաճույքով հաճախում են այսպիսի ֆորմատի ներկայացումները, որովհետև կրկնում եմ դերասանների հետ այդպես շփվել անմիջական ներկայացումից հետո հարց տալը եւ զրույց ծավալելը շատ հետաքրքիր ֆորմատ։ Նամանավանդ հանդիսատեսին հետաքրքրում է այդ ներկայացումից հետո կամ այն ինչ կատարվում է կուլիսներում եւ երբեմն դրան մասնակից դարձնելը ավելի ինտերակտիվ է դարձնում ընդհանուր թատերական ներկայացումը, բայց այնուամենայնիվ արդյոք դժվար չէ շատ մոտիկից շփվել հանդիսատեսի հետ, այսպես իրենք գուցե ձեզ դիպչեն, չգիտեմ, ինչ որ այդ շփումը, որ իրենք շատ մոտ են, դա խնդիրներ չի առաջացնում ընդհանրապես։ Ես նման փորձ սենյակում խաղալու չունեմ, բայց ունեմ մեր փոքր բեմում խաղալու փորձ։ Բնականաբար դա լրիվ ուրիշ զգացմունքներ, զգացողություններ է, երբ որ խաղում ես մեծ բեմում ու հանդիսատեսը քեզնից ահագին հերոյ է նստած, ու երբ մոտանստած, բայց համ այնա հետաքրքիր, համ այն, սա նորություն է, իսկ նորությունը միշտ հետաքրքիր է։ Միանշանակ։ Հանդիսատեսի մեջ ոնց հասկացա երիտասարդներն ավելի այսպես շահագրգռված են մասնակցելու, որն է պատճառը այս դեպքում, եթե երիտասարդները շատ են։ Չեմ կարող ասել, որ երիտասարդները եթե որ տարիքային այսպես սեգմենտը կլինի մեր ներկայացումներին, բայց ներկայացումը բոլորին հետաքրքիր է եւ այն թեմաները, որը որ արծարծում ենք, շատ այսօրվա է եւ ակտուալ է։ Այո։ Եվ խոսենք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս արդյոք կան նպատակներ դուրս անելու եւ ներկայացումը խաղալու երկրից դուրս։ Ելենա, այսպես երկակի նայեցիք, կան այդպիսի մտքեր։ У нас всегда есть эти не только мысли, но и планы, потому что в нашем театре огромное количество спектаклей, и все они всегда востребованы, и не только у нас в стране, но и за рубежом, и в России, и так далее. Я думаю, что любая та работа, которую мы делаем совместно, она так или иначе нашим народом, естественно, примется, потому что мы друг друга любим. И мы бы хотели, конечно же, всегда представлять нашу страну и под нашим флагом вести то, что мы сегодня создаем. А это, я считаю, что мы создали. Ելենան արդեն փորձում է կապվել 5 աստանի բոլոր հյուրանոցների հետ։ Տրամադրիկ մեզ սենյակ։ Кстати, это же прекрасно. Вообще проблем нету, ни сцены, ничего. Нам нужен номер гостиничный. Եվերջ։ Եվ 30 հանդիսատես։ Այնպես որ լավ մտքեր է ասում, պարոն Շահվերդյան, կարելի է օգտվել արդեն գիտեմ կապ է հաստատել ցանցերի հետ հյուրանոցային եւ կարծեմ մոտակա 10 տարին արդեն պլանավորել է։ Եթե մենք հետ չգնանք, ինքը իր հատվածը հանգիստ կարող է խաղալ։ Հետագա պլանների մասին, այսինքն որ խոսենք 10 տարին ամբողջությամբ պլանավորված է։ Եվ հյուրանոցներն էլ ցանկով ամեն ինչ պատրաստ է։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար, առաջնախաղի հետ կապված դարձյալ շնորհավորում եմ եւ թատրոնասերներին միշտ նոր բեմերներ, լիքը շատ պրեմիերաներ, այդ թվում նաեւ ձեզ։ Դարձյալ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, մեր եթերն այսքանով չի ավարտվում, մենք կընդմիջվենք եւ դարձյալ կվերադառնանք տաղավար։